Մինչ Հայաստանում շարունակում են մտածել, թե ինչ ապրանք կարելի է արտահանել Ադրբեջան, միայն հունվար ամսին Ադրբեջանը 2.4 միլիոն դոլարի ապրանք է արտահանել մեր երկիր, հայտնել է ԱՊԱ գործակալությունը հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Ըստ պաշտոնական տվյալների, այս ցուցանիշը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի շուրջ 0.11%։ Առաջին ներմուծումը եղել էր 2025 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստան էր բերվել 1218 տոննա 95 տեսակի բենզին։ Պարզվում է հանրային հեռուստաալիքի եթերում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սխալ տեղեկություն է հայտնել։ Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքել է նախարարի այն խոսքերը, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վերցրած վարկերի տոկոսները ներառված են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Ըստ ՀՑԿՀ նախագահի, սպառողների համար սահմանված սակագնի հաշվարկում նման բաղադրիչ գոյություն չունի։ Մեթոդաբանության իմաստով, այո, վերցրած վարկերի տոկոսները, իսկ խոսքը գնում է ոչ թե վերցրած վարկերի, այլ վերցրած վարկերի տոկոսների մասին։ Վերցրած վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ, բայց պարոն Պապոյանը բացի էկոնոմիկայի նախարար լինելուց հանդիսանում է նաև քաղաքական գործիչ եւ ինքը երևույթին տվել է ըստ էության միգուցե նաև քաղաքական գնահատական այն իմաստով, որ հենց փակ բաժնետիրական ընկերությունը ինքը կրիտիկական կառուցվածք է, ենթակառուցվածք է եւ այդ կրիտիկական ենթակառուցվածքում կամ ենթակառուցվածքներում անթույլատրելի է որպիսի ֆինանսական կառավարման եւ տեխնիկական կառավարման եւ որևէ առումով ամենաթողություն տիրի։ Անդրադառնալով հեցի ներկայացրած 47 միլիարդ դրամի ներդրումային ծրագրի մերժմանը, Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ տարիներ շարունակ ընկերությունը գումարներ է ներդրել նոր միացումների, այլ ոչ թե ենթակառուցվածքների արդիականացման մեջ։ Ըստ նրա, ընկերությունն առաջարկել է 10 միլիարդ դրամի հավելյալ ներդրում անել, բայց դրա դիմաց անընդունելի նախապայման է դրել։ Մոտ 10 միլիարդ ավել ներդրում է իրականացնել 25 թվականին, բայց պայմանով, որ այդ պլանային անջատումների քանակը, երբ որ այդ մեծածավալ ավելի շատ ներդրումներ կատարելու հետևանքով պետք է ավելանան, պետք է դրանք չհասնեն որակի ցուցանիշների վրա, ինչի հետ հանձնաժողովը չի համաձայնել։ Ասուլիսի ընթացքում Մեսրոպ Մեսրոպյանը խոսել է նաև վերջին շրջանում շատ քննարկվող ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցման հեռանկարի մասին։ ՀՑԿՀ նախագահը անթույլատրելի է համարել հարցի շուրջ քաղաքականացված եւ մակերեսային քննարկումները, շեշտելով, որ մոդուլային տեխնոլոգիան ունի մի շարք առավելություններ Հայաստանի փոքր էներգահամակարգի համար։ Ըստ Մեսրոպյանի, մոդուլային կայանները աշխատում են անվտանգության պասիվ մեխանիզմով, հավաքվում են Լեգոյի սկզբունքով եւ ապահովում են համակարգի ճկունությունը, թույլ տալով հեշտությամբ կառավարել էլեկտրաէներգիայի հզորությունը։ Առնվազն աշխարհի 15 պետություններում օֆիցիալ տվյալներ եմ ասում ձեզ։ Աշխարհի 15 պետություններում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք գտնվում են նախագծման փուլում եւ գտնվում են սերտիֆիկացման փուլում։ Ճիշտ այն փուլում, որ փուլում գտնվում է նախնական բանով մեր մոտ կառուցվող մոդուլային ատոմակայանը։ Հետևաբար գործը դեռ չսկսած, գաղափարը դեռ կյանքի չկոչած, տենց փխրուն ենթադրությունների վրա վատաբանել եւ ընդդիմանալ այս ամենին դա ընդունելի չէ։ Հայաստանի ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է։ Այսօր ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով Հայաստանը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ներդրումների վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր։ Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում, հատկապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից հետո։ Ըստ էության ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատեմ եւ հիմա ուրեմն մեկնաբանեմ։ Ես մեկնաբանում եմ մեր գործողություններն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվելու է եւ ըստ էության արդեն իսկ ապաշրջափակվում է եւ ապաշրջափակվել է որոշ չափով, հաշվի առնելով այն ուրեմն լոգիստիկ լուծումները, որ արդեն կան։
Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի եւ Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար։ Թերևս այս մասին իր կարծիքն է արտահայտել Ադրբեջանի նախագահի օգնական Հիգմետ Հաջիևը։ X-ի իր միկրոբլոգում Հաջիևը նշել է, թե Ադրբեջանը եւ Սերբիան որպես ռազմավարական գործընկերներ եւ զարգացող միջին տերություններ կարևոր դեր ունեն միջտարածաշրջանային համագործակցության համար։ Փետրվարի 17-ին Ադրբեջանի դատարանը կհրապարակի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ Փետրվարի 10-ին կայացած դատական նիստում հայտարարվել էր դատաքննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Արցախի նախկին պետնախարարին դատապարտել ցմահ ազատազրկման։ Արդեն երրորդ օրն անընդմեջ գիշերային ժամերին մայրաքաղաքում ընթանում են փոսալցման աշխատանքներ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստում շինարարության եւ բարեկարգման վարչության ղեկավար Անդրանիկ Թևոսյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Ուրբաթ օրվանից սկսել ենք բուն փոսալցման աշխատանքները, ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերի ընթացքում մոտավորապես կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք եւ արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քառակուսի մետրը։ Նաև միաժամանակ արվել է 1000-ից ավել տեղային լուծումներ, այսինքն հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավել փոսերին։ Աշխատանքների մեկնարկը գովելի է, սակայն 4 օր առաջ ստացած եւ մինչ օրս չիրականացրած հանձնարարությունը բարկացրել է քաղաքապետին։ Խոսքը Շիրակի փողոցում մեծ փոսերի փոսալցման աշխատանքների մասին է, որտեղ դեռ ոչինչ չի արվել։ Ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի է նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Իմաստը որն է իմ 3-4 օր առաջ ասելու այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա կհասնի։ Իրանի արտգործնախարարը ժամանել է Ժնև ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսի հետ հանդիպման նպատակով։ Օրակարգում միջուկային բանակցությունների վերաբերյալ քննարկումներն են։ Արարչին նախատեսում է նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ հանդիպել Օմանի իր գործընկերոջը։ Իսնագործակալության հաղորդմամբ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է Ժնևում, Օմանի դեսպանատանը։ Վերջին շրջանում տարբեր կողմերից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչեր են ուղղվում Իրանում ավելի վճռական միջամտություն ցուցաբերելու համար։ Իրանի գահընկեց շահի որդին Ռեզա Փահլավին ամերիկյան Fox News-ի եթերում դիմել է Թրամփին, խնդրելով իրականացնել այսպես կոչված հումանիտար ռմբակոծություններ։ Նա մեղադրել է Իրանի իշխանություններին, թե նրանք սպանել են սեփական ժողովրդին եւ պնդել, որ արտաքին միջամտությունը միակ ելքն է մարդկային կյանքերը փրկելու համար։ Ըստ Փահլավիի, թե երկրի ներսում, թե դրսում ապրող իրանցիները օգնության կարիք ունեն։ Սրան զուգահեռ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներկայացրել է Իրանի դեմ պայքարի իր ռազմավարությունը, որն ուղղված է միջուկային սպառնալիքի վերացմանը։ Նա հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը եւ առաջ քաշել 3 խիստ պայման։ Ըստ Նեթանյահուի, Իրանից պետք է ամբողջությամբ հեռացվեն հարստացված բոլոր նյութերը, պետք է քանդվեն ուրանի հարստացման համար նախատեսված բոլոր սարքավորումներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև պետք է վերջնական լուծում տրվի բալիստիկ հրթիռների խնդրին։ Իսրայելի ղեկավարը շեշտել է, որ այս քայլերը կարևոր են ոչ միայն իր երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունգարիայում հանդիպել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ արտգործնախարար Պետեր Սիարտոյի հետ։ Ռուբիոյի այցի նպատակն է ամրապնդել ԱՄՆ-ի կապերը եվրոպական դաշնակիցների հետ։ Պետքարտուղարը փորձում է հարթել տարաձայնությունները, միաժամանակ ակնկալելով, որ Եվրոպան ավելի շատ կհամագործակցի Ամերիկայի հետ անվտանգության եւ տնտեսական ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։ Բանակցությունների առանցքում եղել է նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Արտգործնախարար Սիարտոն հայտարարել է, որ Հունգարիան պատրաստ է հյուրընկալել խաղաղության գագաթնաժողովը։ Նա շեշտել է, որ իրենք Եվրոպայում միակն են, որ ի սկզբանե սատարել են Դոնալդ Թրամփին խաղաղության հարցում, զենք չեն մատակարարել Ուկրաինային եւ բաց են պահել դիվանագիտական կապերը։ Մոսկվայում հոստելներից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում գտնվողներն արգելափակվել են եւ ստիպված են եղել 4-րդ հարկի պատուհաններից նետվել նախապես պատրաստած ներքնակների վրա։
6 մարդ տուժել է։ Նախնական տվյալներով նրանք վնասվածքներ են ստացել պատուհանից նետվելիս։